Վագիվ Խաչատրյանն իր 70-ամյակը նշեց Բաքվի բանտում։ Հոր տարեդարձի օրը Վերա Խաչատրյանը գրառումով էր շնորհավորել։ Այսօր հորս 70-ամյակն է, եւ մենք խելագարվում ենք մեր անզորությունից, չկարողանալով պարզապես զանգահարել ու ասել. «Պապ, սիրում ենք քեզ, ծնունդդ շնորհավոր»։ Ներիր մեզ, մեր բարի, ուժեղ հայր, ոչ մի սահման չի կարող մեզ բաժանել։ Դու տուն կգաս, մենք հավատում ենք, դու խոստացել ես։ Որևէ կառույց չունի հարցի պատասխանը, Վագիվ Խաչատրյանը տուն կվերադառնա։ Նրա մասին վերջին լուրը ադրբեջանական լրատվամիջոցներն են փոխանցում։ Մեր հայրենակցի վիճակը ծանր է։ Նրա ինքնազգացողությունը դեկտեմբերի 22-ին վատացել է, ունեցել է շնչահեղձություն եւ սրտի շրջանում ցավեր, տեղափոխել են հիվանդանոց, որտեղից ըստ ադրբեջանական մամուլի տեղեկացրել են, նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։ 2023-ի հուլիսն էր, 68-ամյա Վագիվ Խաչատրյանը Ստեփանակերտից Կարմիր խաչի մեքենայով տեղափոխվում էր Երևան հրատապ բուժման, սրտի շտապ վիրահատության նպատակով։ Հակարիի անցակետում ադրբեջանցիները կանգնեցրին Կարմիր խաչի մեքենան եւ գերեվարեցին նրան։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն օրեր անց հայտարարություն տարածեց Վագիվ Խաչատրյանին մեղադրելով, թե իբր Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հանցավոր խմբի անդամ է եղել։ Հանցագործությունն էլ իբր տեղի է ունեցել ադրբեջանական Մեշալի գյուղում։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն X-ի իր միկրոբլոգում փաստերով հերքեց Խաչատրյանին առաջադրված մեղադրանքները։ Ադրբեջանի մեղադրանքները կեղծ են, քանի որ նման հանցագործություն Մեշալի գյուղում տեղի չի ունեցել։ Վերա Խաչատրյանը, Վագիվ Խաչատրյանի դուստրը, ՄԱԿ-ի, ապա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակների դիմաց երկարուծիկ շաբաթներ պայքարեց հորը գերությունից ազատելու համար։ Խնդրում եմ, սիրելի հայրենակիցներ, ինձ միայնակ չթողնեք այս ցավի մեջ։ Սա միայն իմ ցավը չէ։ Վագիվ Խաչատրյանը ամբողջ հայ ժողովրդի կերպարն է։ Արցախն ու Հայաստանն է Ադրբեջանում։ 2023 թվականի նոյեմբերին Վագիվ Խաչատրյանը Բաքվում 15 տարվա ազատազրկման դատապարտվեց։ Ամիսներ անց տեղափոխվեց գաղութ պահման խիստ ռեժիմով։ Ընտանիքի անդամներին զանգահարելու հնարավորություն նրան տրվում է ամիսը մեկ անգամ, մի քանի րոպեով։